Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարի հետ հեռախոսազրույցի ընթացքում Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ չնայած խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ բանակցությունների ավարտին անհրաժեշտ է փոխել Հայաստանի սահմանադրությունը Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները վերացնելու համար, որպեսզի շարունակվի խաղաղության պայմանագրի ստորագրումը։ Բայրամովը նաև ընդգծել է ԵԱՀԿ Մինսկի խմբի և այլ հարակից կառույցների լուծարումը, որոնք նրա խոսքով այլևս ակտուալ չեն։ Բայրամովն ու Լամինը քննարկել են երկու երկրների միջև համագործակցության հարցերը, տարածաշրջանային ներկա իրավիճակը։ Պաշտոնական Բաքուն և Երևանը մարտի 13-ին հայտարարեցին խաղաղության համաձայնագրի վրա աշխատանքներն ավարտելու մասին, թեև Հայաստանի արտգործնախարարությունը վստահեցրեց, որ խաղաղության համաձայնագիրը պատրաստ է ստորագրման և Երևանը պատրաստ է Ադրբեջանի հետ սկսել խորհրդակցությունները համաձայնագրի ստորագրման ժամկետների և տեղի շուրջ, Ադրբեջանի արտգործնախարարությունը պնդեց, թե խաղաղության պայմանագրի ստորագրման գլխավոր պայմանը Հայաստանի սահմանադրության փոփոխությունն է։ Բաքուն մասնավորապես պահանջում է Հայաստանի սահմանադրությունից հեռացնել հողումը անկախության հռչակագրին, որտեղ հիշատակում կա Արցախի և Հայաստանի վերամիավորման մասին։ Բաքուն այն իր երկրի նկատմամբ տարածքային պահանջ է համարում։ Երևանը բազմիցս հայտարարել է, որ տարածքային պահանջներ չունի հարևանների, այդ թվում Ադրբեջանի նկատմամբ։ Այսօր Հայաստանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանը նշեց, որ ընդհակառակը Հայաստանի Հանրապետությունը կարծում է, որ Ադրբեջանի սահմանադրությունն է տարածքային պահանջներ պարունակում Հայաստանի նկատմամբ, բայց նաև կարծում ենք, որ խաղաղության համաձայնագրի համաձայնեցված տեքստը լուծում է այս խնդիրը, ասել է ԱԳՆ խոսնակը։ Իսկ Մինսկի խմբի լուծարմանը Երևանը դեմ չէ, բայց միայն պայմանագիրը ստորագրելուց հետո։